Միշտ չէ, որ գիտական հայտնագործությունները սկսվում են էվրիկա գտա բացականչությամբ։ Հաճախ նրանք սկսում են պարզ զգուշակությամբ, ինչ-որ կասկածանքով, ինչ-որ անհանգստության զգացումով։ Հենց դա էր իմ որոնումների մեկնարկային կետը։ Այսօր գիտական հանրությունը տագնապով հետևում է, թե ինչպես են կլիմայական միտումները գերազանցում կանխատեսումները։ Ավերիչ բնական աղետները դառնում են մեր առօրյա կյանքի մի մասը։ Պատճառը օվկիանոսի աննախադեպ տաքացման մեջ է։ Սա բառացիորեն չհայտարարված պատերազմ է մարդկության դեմ։ Համաշխարհային օվկիանոսների տաքացման տեմպերը վերջին 20 տարիների ընթացքում կրկնապատկվել են։ 2024 թվականին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ջերմաստիճանի բարձրացման և մթնոլորտում ջրային գոլորշու պարունակության ավելացման համակցությունը առաջացնում է դրա ավելի մեծ անկայունությունը։ Ժամանակակից գիտական մոդելները, հաշվի առնելով մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության մշտական աճը, նման սպառնալից արագացման կանխատեսումներ չեն պարունակում։ Ինչով է պայմանավորված ջերմաստիճանի նման կտրուկ աճը, եթե արդեն հաշվի են առնված բոլոր հայտնի գործոնները։ Առաջին անգամ կբացահայտվի, թե ինչպես է նախկինում հաշվի չառնված մարդածին գործոնն ազդում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման վրա։ Գործընթաց, որը երկար ժամանակ անտեսված էր։ Օվկիանոսի մահվան մարդածին գործոնը։